Հայաստանի Հանրապետության համար ժողովրդավարության գաղափարների, սկզբունքների կամ արժեքների անշրջելիությունը ինձ համար կդառնա համոզմունք միայն այն դեպքում, երբ այս իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով պարտություն կկրի, չի դիմադրի, առանց դիմադրության իշխանությունը կհանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին։ Ժողովրդին մի խաբեք, Հայաստանում 91 թվականից հետո մինչ օրս երբեք ընդդիմությունը օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել։ Նիկոլ Փաշինյանն էլ որպես ընդդիմություն, իր քաղաքական ուժը մի հատ բաց է քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության անցած ճանապարհը, տեսեք, որպես ընդդիմություն, երբ է եկել իշխանության, չի եղել։ 2018 թվականի մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը հանդիսանում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության ու Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն։ Մայիսի 8-ին այդ երեք քաղաքական ուժերը, որ այսօր դարձել են սրբեր ու Նիկոլ Փաշինյանին դեմ են, ուզում են գան նորից իշխանության, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության 2018 թվականի մայիսի 8-ին։ Իսկ արդեն դեկտեմբերին տեղի ունեցած արտահայտ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը իշխանություն էր։ Այսինքն Հայաստանում երբևէ չի եղել, որ ընդդիմությունը օրինական ընտրությունների միջոցով քվեարկվի ու գա իշխանության, ժողովրդավարության ասվածը, գաղափարը, արժեքը ինձ համար դա քվեով կառավարություն փոխելու լեգիտիմ հնարավորությունն է։ Եթե մենք կարողանանք այտենց հնարավորություն ունենանք եւ քվեով, ոչ թե հեղափոխության, ոչ թե ասենք փողոցներ փակելով, քվեով կառավարություն փոխել, իշխանություն փոխել, այ նոր ես այն ժամանակ կասեմ, որ Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է։ Կտեսնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին բան չի մնացել։